Բարև բոլորին, այսօր խոսելու ենք մի բրենդի մասին, որը շատերի սիրելին է, Stradivarius։ Եթե դու ես սիրում թրենդային կանացի ու մատչելի հագուստ, ապա հաստատ լսել ես այս անվան մասին։ Stradivarius-ը իսպանական նորաձևության բրենդ է, որը ստեղծվել է 1994 թվականին և այժմ պատկանում է աշխարհահռչակ Inditex խմբին, նույն խմբին, որին պատկանում են Zara, Bershka ու այլ բրենդներ։ Stradivarius-ը նախատեսված է երիտասարդ կանանց համար, ովքեր սիրում են նորաձև լինել առանց մեծ գումարներ ծախսելու։ Բայց գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Բրենդի անունը ներշնչված է լեգենդար ջութակագործ Անտոնիո Stradivari-ի անունից, այսինքն նորաձևությունն ու երաժշտությունը միաձուլված են Stradivarius-ի ԴՆԹ-ի մեջ։ Նրանց նշանաբանը հենց սա է՝ We are music and fashion, և դա շատ հաճախ տեսնում ենք խանութների ձևավորման մեջ՝ երաժշտական նոտաներ, գործիքներ ու հատուկ մթնոլորտ։ Այսօր Stradivarius-ը ներկայացված է ավելի քան 60 երկրում և ունի ավելի քան 1000 խանութ։ Ի դեպ, Stradivarius-ն արդեն մի քանի տարի այն շարժվում է կայուն նորաձևության ուղղությամբ, օգտագործում է էկոլոգիապես մաքուր նյութեր ու ջրի խնայող տեխնոլոգիաներ, աջակցելով շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Իսկ հիմա խանութում մենք կծանոթանանք այս 2025 թվականի ամառային հավաքածուներին, որոնք ներկայացված են այս պահին Բարսելոնայի խանութներից մեկում։ Ընդհանուր մթնոլորտը խանութի հատուկ երանգային մոտիվներով է ներկայացված, առաջին իսկ հերթին դուք արդեն տեսաք սպիտակ և վառ և անուշ մանուշակագույն երանգի համադրության մոդելների հավաքածուն, և եթե մոտենաք մի փոքր ավելի առաջ, արդեն կտեսնենք նաև շագանակագույնի, սպիտակի համադրությամբ արդեն հավաքածուներ։ Խանութ սրահում ներկայացված են աքսեսուարների շատ մեծ տեսականի, գոտիներ, ականջողեր, ակնոց և պայուսակների շատ մեծ հավաքածուներ, որոնց մենք արդեն իսկ ծանոթանում ենք, տեսեք, նաև արժեքներին կարող ենք ծանոթանալ, սկսենք գոտիներից, 18 եվրո արժողությամբ արհեստական կաշի են, այստեղ շագանակագույնի և սպիտակի համադրության մոդելներ են ներկայացված, արդեն իսկ կարող ենք պատկերացնել մոտավոր ինչպիսի լուքեր կարող ենք կազմել այս երանգներով և մենք տեսանյութի վերջում նաև մի քանի լուքեր կպատրաստենք ու կտեսնենք որքանով կարողացանք հետաքրքիր լուքեր ստանալ Stradivarius-ի հավաքածուներից։ Մի փոքր ծանոթանանք նաև աքսեսուարներին, այստեղ 10 եվրո արժողությամբ զույգ թևնոցներն են, 13 եվրո արժողությամբ, պայուսակների շատ մեծ բազմազանություն ենք տեսնում, հետաքրքիր ոճի աքսեսուարներ, ծովափնյա հավաքածու, լողազգեստները, ծանոթանանք նաև արժեքներին, 16 եվրո արժողությամբ, ի դեպ դա միայն լողազգեստի մեկ մասն է, 13 եվրո արժողությամբ, ներքևի հատվածը ընդհանուր միասին կարող են կազմել 27-28 եվրո։ Տեսեք այսպիսի հետաքրքիր երանգներով և նաև համադրված կարող եք համադրել երանգներով այսպիսի գեղեցիկ գործվածքի պայուսակները շատ թրենդային են այս ամառվա համար, նաև ցանցի տեսքով, գործվածքի տեսքով կոշիկները ամառային կոշիկները այս ամառվա համար այս տարբերակով նույնպես շատ թրենդային են, արժեքը նույնպես ստուգենք։ Գեղեցիկ հետաքրքիր փոքրիկ պայուսակ է, կոկտեյլային։ Այսպիսի գործվածքի գեղեցիկ պայուսակ ամառային կարող ենք դիտարկել մեր լուքերի համար և շարունակենք քայլել, որպեսզի ծանոթանանք նաև այլ մոդելներին։ Զամշե կտորը շարունակում է թրենդային լինել, նաև ամռանը կարող եք ուշադրություն դարձնել, որ շագանակագույնը ինչպես ձմռաններ շատ թրենդային, նաև այս ամռանը նույնպես շարունակում է մի մեծ բաժին ներկայացնել բոլոր խանութներում նորաձևության։
Այստեղ մի փոքր սպորտային հատված է, սպիտակ շագանակագույն երանգներով կարող եք կազմել լուքեր այսպիսի շորտերով, գեղեցիկ մեծ տարողունակ պայուսակներով, որոնք նախատեսված են գուցե ջիմ հաճախելու համար, նաև ամառային զբոսանքների համար, նաև գլխարկները կարող եք համադրել որպես ամբողջական լուք ստեղծելու համար։ Այս հատվածում ներկայացված են բաց երկնագույն մուգ կապույտի և սպիտակի համադրությամբ հավաքածուներ։ Ընդհանուր խանութը շատ գեղեցիկ է և շատ գեղեցիկ դիզայն է արված խանութում և տարբեր հատվածներ ներկայացված են կոնկրետ երանգներով, համադրություններով, որպեսզի հեշտ լինի հաճախորդների համար պատկերացնել և կազմել լուքեր։ Ջինսե մոդելներ ինչպես միշտ մեծ հատված է զբաղեցնում, այս ամառվա համար հատկապես սպիտակ և բաց կապույտ երանգով ջինսերն են շատ թրենդային։ Այստեղ հատված է օծանելիքների և փայլ հաղորդող հեղուկների, որոնք հիմա կփորձարկենք, տեսնենք որքանով են աշխատում, մի փոքր ցանենք ձեռքի վրա և հասկանանք արդյոք ինչ որ էֆեկտ ունի թե ոչ։ Կարծես թե բավականին գեղեցիկ էֆեկտ է ստացվում մաշկի վրա ու նաև շատ հաճելի բուրմունք ունի։ Այստեղ ներկայացված են նաև վարդագույն կեդեր համադրելու համար վարդագույն բլուզների և ընդհանուր գեղեցիկ հավաքածու է սպիտակ երանգների։ Քայլենք խանութում և մի փոքր ընդհանուր փորձեմ ցուցադրել, թե ինչքան գեղեցիկ է կատարված դիզայնը այս խանութ սրահում։ Բոհո ոճը շարունակում է այս ամառ լինել բոլոր բրենդային խանութների կենտրոնում, գրեթե բոլոր մեր դիտարկած տեսանյութերում տեսել եք բոհո ոճի մեծ բաժին հատկացված է, պարտադիր շարունակում է դա լինել կրկին թրենդի մեջ։ Այս հատվածում ներկայացված են կոշիկների հավաքածու, որտեղ հարմարավետ կարող եք նստել և փորձել կոշիկները։ Մոտավոր կարող ենք ծանոթանալ արդեն արժեքներին։ Մի փոքր ծանր են այս ամառային կոշիկները։ Այստեղ հետաքրքիր կիսաշրջած գեստի համադրությամբ տոպ տեսանք, որոնք նույնպես նույն երանգներով կարող եք համադրել կեդերի, սնիկերսների հետ։ Կարմիրը նույնպես բացառություն չի Stradivarius-ի համար, կարմիր երանգով մոդելներ նույնպես այստեղ կարող եք հանդիպել սպիտակի հետ համադրությամբ։ Շատ թարմ տեսք են հաղորդում և բավականին շատ մենք տեսնում ենք այս տարի նաև նորաձևության բոլոր բրենդային խանութներում։ Ինչպես սկզբում էի նշել, այսպիսի վառ մանուշակագույնը առաջնային դիրքում է Stradivarius-ի այս հավաքածուի մեջ, տոպերը կարող եք համադրել սպիտակ կիսաշրջազգեստների և տաբատների հետ և սառաֆանները կարող եք կրել ինչ-որ գեղեցիկ համադրված աքսեսուարներով, օրինակ սպիտակ պայուսակի և սպիտակ ամառային կոշիկների հետ։ Այստեղ տոպեր են վարդագույն էլեմենտներով, սպիտակի հետ համադրությամբ կարծում շատ գեղեցիկ է և շատ թարմ տեսք է հաղորդում։ Հետաքրքիր այսպիսի բլուզ է։ Որակի առումով շատ որակյալ են թվում, միանգամայն վերնաշապիկների հավաքածու նույնպես որակյալ է, 36 եվրո արժողությամբ,
մի փոքր ծանր, բայց շատ նորաձև եւ հետաքրքիր այսպիսի ամառային կոշիկներ են։ Այս հատվածում նույնպես բողով ոճի հավաքածու է երկարաճիտ կոշիկներով։ 18 եվրո այսպիսի ժիլետներ են եւ շատ որակյալ կտորից այսպիսի հետաքրքիր ժակետներ են ներկայացված, 23 եվրո այս գործվածքի ժիլետներն ու տոպն է, 13 եվրոյով այսպիսի հասարակ, բայց բավականին գեղեցիկ թոթ բեգեր են եւ ծողոտե էֆեկտով պայուսակները նույնպես շատ մեծ տեղ են զբաղեցնում պայուսակների հավաքածուներում, այսպիսի կոշիկ ցանկացա դիտարկել նաեւ լուքերի համար, մի փոքր անց կնշեմ թե ինչպիսին է արդյոք եւ ահա հիմա ինչպես խոստացել էի, մի քանի լուք փորձեցի հավաքել, լուքերից մեկը շագանակագույնի եւ սպիտակի համադրությամբ, որը շատ մեծ տեղ էր զբաղեցնում այս հավաքածուին Stradivarius-ի այս ամառվա, այսպիսի հետաքրքիր աքսեսուար եմ ընտրել, համադրել եմ գործվածքի ժիլետի եւ մի փոքր սպորտային տաբատի հետ, նաև բլուզը Stradivarius-ի տոպերից է և ավելացրել եմ այս մեծ չափի պայուսակի հետ, ինձ թված մի փոքր շագանակագույնը շատ մեծ զբաղեցրեց այս լուքի համար, մտածեցի գուցե նաև կարող ենք համադրել սպիտակ երանգի պայուսակի հետ, կարծում եմ նույնպես հատկապես գործվածքի գլխարկի հետ ավելի հետաքրքիր տարբերակ է, քան մուգ մանուշակագույնը, որը մի փոքր շատ մեծ չափաբաժին էր ավելացնում շագանակագույնի։ Եվ քանի որ Stradivarius-ի հիմնական երանգներից է այս մանուշակագույնի մոտ վարդագույնի տարբերակը, նաև լուք եմ ստացել սպիտակի եւ վարդագույնի համադրությամբ, կոշիկները ի տարբերություն սանդալների բավականին ավելի հարմարավետ են, սանդալները շատ ծանր էին, մի փոքր անհարմար էին ինձ համար, բայց կոշիկները հարմարավետ են եւ որևէ դիսկոմֆորտ չզգացի այս կրելու ընթացքում, տաբատը շատ հով կտորից է, բավականին որակյալ է եւ համադրել եմ այս պայուսակով նույնպես, երկու լուք այդպես ստացանք Stradivarius-ից։ Ահա նաև փորձասենյակը, ինչպես կկռահեք հաստ դռնից, այստեղ հավանաբար բանկ է եղել նախկինում, ծանոթ տեսարան է չէ, ֆիլմերից շատ տեսած կլինեք այսպիսի պահոցներ իրենց անհատական արկղերով, սակայն այժմ սա պարզապես օնլայն գնումների բաժին է, իսկ այս մյուս կողմում փորձասենյակները։ Շատ հետաքրքիր յուրահատկությամբ պատին վառվում են ազատ փորձասենյակների համարները եւ վստահաբար կարող եք ուղևորվել դեպի այդ սենյակ։ Եթե դու նույնպես սիրում ես Stradivarius-ը կամ հետաքրքրված ես նրանց նոր հավաքածուներով, գրիր մեկնաբանություններում, թե որն է քո ամենասիրելի ապրանքը այս բրենդից։ Շարունակելու ենք ներկայացնել այլ բրենդներ եւս, այնպես որ մի մոռացիր բաժանորդագրվել։ Հանդիպենք հաջորդ վիդեոյում։